Արաքսի հովտում փռված բնակավայրը Արմավիրի մարզի հայ-թուրքական սահմանի Երվանդաշատ գյուղն է։ 8-9 կիլոմետր հեռավորությամբ հարևան Բագարանը։ Այս տարածքներում է եղել երվանդունիների վերջին մայրաքաղաքը։ Երվանդ 4-րդ վերջին թագավորը նստավայրը կառուցել է Արաքս և Ախուրյան գետերի միախառնման վայրում, Այրարատ նահանգի Արշարունիք կամ Երասխաձոր գավառում։ Ծաղկած հովիտներով ու անտառներով հարուստ բնակավայրերի, Երվանդաշատ մայրաքաղաքի և Երվանդակերտ դաստակերտի գեղեցկությունը գովերգել ու դրախտ է անվանել Մովսես Խորենացին։ Երվանդունիների դաստակերտն ու Արշարունիք գավառի մեծ մասը ներկայիս Թուրքիայի տարածքում են, Արաքսի աջ ափին։ Մենք բնիկ ժողովուրդ ենք, մենք ղարսեցիներ ենք, այստեղ համարյա 99% իրար բարեկամներ ենք։ Եկել ենք Միրզախանից, եկել ենք Բաքրանից, նախկին Հայաստանի մայրաքաղաքից։ Լավ տերիտորիա ունենք, այնտեղ էլ որ գնում ես նայում ես մեր գյուղը, նախկինում ես գնացել եմ մեր մեծերի հետ, որոնք հիմա չկան, կենտրոնի չեն։ Դե մեր տարիքով մարդիկ ասում են, այնի տենում ես այն բլուրի վրի տունը, էդի ծերոնց տունը, կարոյինց տներն է, այնի փուփուի կողմնա պետոյինց տներն է, գիտեին, մարդիկ այդտեղ են ապրել։ Գետը սահմանային գիծ է նաև Արմավիրի մարզի Բագարան և թուրքական Հալաքշլաղ գյուղերի միջև։ Հենց ասֆալտացիից հետո սարի կաշից, հետո Ղարսիյանը։ Ենա մեքենան գալմա։ Էնի գալմա շանից հետո բանը արազի բրից մոսկա։ Դեսեն ժամանակ ստոն կեսի չկան, կանալա, մանալա, նոր սարքնի, շինարայություն է, մանին սարի տակ նույս քանի տարին, 2 հեկտարի ադեցել եմ։ Այս հիմա թուրքեր են, չէ։ Հա, բայց չէ, ախում են չենք։ Ես չերի, ես թուրքն է, ես է չուր է, Եսի արպաչային է,ետում խարնում արազին։ Այն կարմի սարը տենում ես, նայտես էին կարմի սարը, այն հա։ Այդ կարմի սարի քովը տակ է, Ենյանից արազնակալում, եշյանից ախուրյան հետում խարնում է իրար։ Ստոն մեծամասնությունը անասնապահություն են զբաղվում։ Կանանչի, մանանչի, բան չեն ցանում դες, չեն զբաղվում։ Մենակ անասունով, կենաս ինչ անասուններին դուս կալեմ։ Ամենը 5-6 ոչխար ունի, քանա գովեր ունի, շատ, ընդուք մենակ անասնապահությունով են զբաղվում։ Դες ջերմոստերին քանդին, որտեղ գիտեն օգուտ չի իրանց։ Սահմանային այս հատվածում գյուղերն այնքան մոտ են, որ բագարանցիները օրը մի քանի անգամ ստիպված լսում են մոլլայի ձայնը։ Գիտեն, թե հարևանությամբ ապրողները գյուղում ինչ փոփոխություններ են անում։ Իրանց ձենից այն կողմնա մեր տուններ, այդ բանի լուսամուտի կողմը, այդ ձենը գալիս է, այդ ձենից ես զարթնում եմ շատ ժամանակ, դրանց աղոտքի ժամն է, էլի։ 5-1 դեմս գիշերն են անում աղոտքել, չեք հասկանում, հետո գիշեր ցերեկը։ Իսկ էլ ինչ է կարողam դիտարկել հարևան գյուղի, որ երեկոն շատ լավ են, հիմա իրանց առաջվա պես չի, առաջ հոլիկներ էին, հիմա սա սարքել են, լավ սիրուն շենքեր են, գցի ամբողջ շենքերի վրան է տակացուցիչ արևային։ Հիմա այդպես էլի, այդպես տենը մենք, որ այդ մենք մեկ ջրի մոտիկ բանջար հավաքելու, տենը մենք իրան գալիս են այդտեղ ջրի բերան, անասուն, բան, պայեմ են շատ ունեն։ Հիմա իրանց մոտ ավելի շատ ոնց ունի բնակչությունը։ Երևի էս երևույթին որ բան ասենք ունեն շարժեր իրանց մոտ ոնց որ ավելի շատ լինի բնակչությունը հաստատված։ Բագարանից պարզ երևում է Կարսիկդիր մայրուղին։ Իդեպ գյուղացիներն ասում են, որ վերջին տարիներին նկատելի աշխուժացել է երթևեկությունը, ավելացել է ևս մի տարանցիկ ճանապարհ։ Դիմացի բարձունքում էլ հայկական գյուղի շարժը վերահսկող ևս մեկ դիտակետ է տեղադրվել։ Առաջ իրանք լույսեր չունեն, իրանք մեզնից շուտ ցերեգային լույսերը վառեցին։ Իրանք տները որ նայում էր, մեր հիմա մեր գոմերի տները որ
ծածկած չի, իրանց այդ ժամանակ արդեն սկսեցին այս ժեշտերից, այդ կարմիր բաներից, սկսեցին արդեն սարքել, ճանապարհ ունեն լավ։ Հիմա նորից մեծ շինարարություն է գնում, ես չեմ մինչև եսում ժամը քանիսը այդ տրակտորների ցենը, որ ինչ են դե սարքում, լսում է։ Հիմա որ ելնես վերևից էլ նայես կերեվա։ Հենց այս գյուղի դիմացը պատնեշ են տնում, թե ինչ կառույց են անում, չեմ կարող ասեմ։ Այս վերևը ունեն քարից բազալտի ցեխ է երևի այստեղ։ Ճանապարհը հիմա իրանց այդ ճանապարհը չկար, այս վերջում սարքեցին։ Ճանապարհ չկար։ Այս ճանապարհը այսպես գնում է, այսպես ոլորաններով ցուսակալից գնում է ուղիղ իգդիր։ Գնում է Ղարս։ Ղարսը դե Լեննագանն ու Ղարսը կապած են իրար։ Տիգորականում ստեղից ստեղել մեծ քաղաք կա, կողբը։ Այն կարմիր բլուրի կողմից որ վերևից նայեք, մանավանդ գիշերը շատ սիրուն է։ Դե իրանք այլոդրոմ են սարքել։ Ղարաղալայի կողմով գիշերն ամես իրանց լույսերը վառում է։ Մեծ այլոպորտ են սարքել։ Նախկինում երևի մտածել են, որ կարող է հետ տան այդ հողերը, հիմա արդեն հաստատվել է, որ չեն տա, տրամային արդեն շինություններ են անում։ Քրդեր էին առած տեղ, հիմա էլ քրդեր կան, բայց ոնց որ քրդերին սաղին սահմանի վրայից դրանք լարին, դե քրդերը չունեն։ Իմ աղջիկս է խմբակի այդեմ, ստեղ չունենք անգլերենի մանգավարժ, գնում այդ հուշակերտ, ունդեղ այդմ պարապմունքի, որ տա ասենք բարձրագույն էլ ինքը։ Լավ սովորող երեխա է ինքը, վիրապսել ոչինչ մի չկա։ Դպրոցում ինչքան աշակերտ կա։ 105 թե 100 այդքան է։ Մեր մոտ ավելի շատ է աշակերտը, ասենք քանց Երվանդաշատում։ Էսի այ հարցը սա իմացակ աղջիկ սա, փեսե սա, իրանք էլ եկել են բժշկի, ստեղ լավ բժիշկ ունենք մենք, շատ լավ։ Բուժկետ կա։ Երվանդաշատում է։ Գյուղում չկա։ Գյուղում չունենք, չէ, շատ լավ բժիշկ ունենք, էթը մենք ընդեղ։ Մենք գնում ենք ընդեղ, եկել են բժշկի էտա։ Երվանդաշատը ոնց որ ավելի զարգացած գյուղ է համարվում, քան Բագարանը։ Չի ասի ավելի զարգացած է։ Մեր գյուղն ավելի լավ է։ Ուղղակի դե բանի համար ասում, այս կառույցները որ կա։ Մանկապարտեզը բա։ Մանկապարտեզ գյուղում մենք չունենք։ Հարևան գյուղում ունեն, ստեղից ավելի շատ են գնում ընդեղ երեխաները մանկապարտեզ։ Երվանդաշատն է։ Այո, Երվանդաշատում էլի, քանց թե իրանց մոտից։ Հիմա ավելի հարմար կներ մեր մոտ լներ, մանկապարտեզը Բագարանում սարքեին, թող Բագարանը լներ, էլի, այստեղ երեխաներն ավելի շատ են, քան իրանց մոտը։ Ոնց են գնում երեխեքը։ Ամեն մարդ իր երեխին տանում է։ Մարզկենտրոն Արմավիր քաղաքից 50 կիլոմետր է հեռու Բագարանը։ Սահմանամերձ մյուս բնակավայրերի համեմատ հեռավորությունն այնքան էլ շատ չէ, բայց տրանսպորտային միջոցների բացակայության պատճառով մեկուսացած է։ Քանի անգամ ասեցինք, եկան նկարեցին տրանսպորտի մար, ինչ որ ձեռ չի տալում, ժողովուրդը քիչ են մարդիկ գնում, դրա համար ձեռ չի տալում որ կան էլի, այդպես տրանսպորտը չի լավ։ Գյուղից գյուղը քաղաքին կապող տրանսպորտային միջոց չունենք, տրանսպորտ չունենք մենք։ Իրանց սեփական ավտոներով են գնում գալիս նրա հետ, ովքեր որ չունեն։ Գյուղում ինչ խնդիր կուզենայիք լուծված տեսնել։ Ճամպեկը մեկից սարքել են ու լավից վադից շատ ահավոր էր ճամպեկը։ Ահակի սարքել են, բայց դե ճամպեն է շատ կարևոր, ասենք մինչև հասնում են քաղաք, քթներից սա գալը։ Քանի ժամ տևում է եկալ դելի տեսակ ինչ վիճակա ճամպեկը։ Վիճակում է ճանապարհը։ Գորես ավտոյով գալում եք, ասում եք վադա, բա մենք այդ սովետական ավտոյով քշենք ինչ կասենք։ Թափում է իրարից։ Ճամպեկը սարքեն են շա գազ լի Երգիրը խաղաղ պահեն մեր արդադրած բերքը կարանանք հանենք, մեր հիմնական ծիր անանք, թե ինչ կլինի, չի լինի, չենք իմանամ,
Սիրանը կանանա։ Չամպենսարկին գազը տան, ավտո տան, փող տան, եթե ցելի լավ բան։ Սամանին կապենք, սամանն է կպահենք։ Ամենահամեղ ծիրանը բագարանում է աճում, ասում են գյուղացիները։ Կլիման նպաստավոր է նաև տարբեր մրգեր ու բանջարեղեններ աճեցնելու համար, բայց ճանապարհների անբարեկարգ լինելու պատճառով մշակածը քաղաք հասցնելը դժվար է։ Ստեղ մոշ է, դրասրակողն էլ մալինա ենք տնկել, էլի, անփուշ մալինաներից։ Լավ է աճում այստեղ մալինը։ Ամեն ինչ էլ աճում աստեքուրս։ Ամեն տեսակ, ամեն ինչ։ Քանի երեխա ունեք։ 4 երեխա ունեմ։ 3 աղջիկ, մի տղա։ Էսի ոնց որ մեր պապական եկած, մեր գյուղն է, մեր հողն ու ջուրն է։ Իսկ սահմանամերձ գյուղերին ինչ ուշադրություն, ինչ հոգացություն պիտի տրվի ըստ ձեզ։ Երևի իմ կարծիքով կոնկրետ մեր գյուղի համար է ջրերի վարձերը պետք է էժան լինի, հողերի վարձերը, պետությունը պետք է աջակցի, սահմանամերձ, եսիմ, հա կարա էլի։ Սահմանամերձ այս գյուղի բնակիչների նախնիները գաղթել են Արաքսի մյուս ափին մնացած պատմական Բագարան մայրաքաղաքից։ Հաստատվելուց հետո բնակավայրը իրենց հայրենի ծննդավայրի անունով են կոչել։ Գյուղի սրբավայրերն ու պատմական կառույցների մի մասը հայկական սահմանում են, բայց փշալարերից այն կողմ, որտեղ հասնելու համար հատուկ անցաթուղթ է պետք։ Խնամքից զրկված Սուրբ Թադեոս, Սուրբ Գևորգ եւ Սուրբ Շուշանիկ միջնադարյան եկեղեցիները խոնարհված են եւ կիսավեր։ Շուշանիկը համարյա փլված է։ Իսկ այն կողմինն էլ Գևորգ Մարտունու դամբարանն էլ վրայի ծածկը չկա վրայի, դա նույնիսկ մի լսել եմ, որ նախկինում մարմարից քարա դրված վրան Մարտունուի, ինչ որ կոմունիստների ժամանակ վրայից հանել տարել են, հետո նորից հետ են բերել դրել, որ մարդիկ տեսել են ու ռազմետկեն աշխատել է դա հույսությունը, նորից բերել հետ են, դες լսել եմ ուղղակի, չեմ կարող ասեմ հաստատ դա ճիշտ է թե չէ, բայց հետ էլ դա էլ է եղել։ Սահմանի ներսում ունենք հողամասեր, որտեղ սահմանը անցնելու համար ունենք հատուկ անցագրեր։ Ժամեր է տևում օրապատան, որ ժամեր կանգնում ենք սահմանի վրա, դա նորմալից չի, ես էլ եմ գյուղապետ եմ եղել 18-20 տարի։ Միշտ այդ խնդիրը եղել է այս գյուղում։ Կանգնում ենք սահմանի այդ վառորդներ ասածի վրա, մինչև սահմանապան գալիս է պրոպուսները ստուգումը, հատուկ անցագրեր ունենք, որ անցնենք ժամեր է տևում։ Կոնկրետ հենց երեկվա պատմությունը։ Մի ժամ երևի սպասել ենք կնոջս այդ սահմանի վրա, որ մեզ կամ բաց թողնել, մտնենք սահման, պատկերացեք բերքի ժամանակ, կամ ասենք այն շոկ ժամանակ, սպասում ես այդ կիզիչ արևի տակ, մինչև կամ բացեն, այդ խնդիր է։ Իսկ ինչի այդ հարցը չի լուծվում, որ փշալարերը հայ-թուրքական սահմանին ավելի մոտեցնեն, ոչ թե գյուղի ներսում լինի։ Հիմա ասեմ ինչի համար, նախ աշխատատար մեծ պրոբլեմ է, այդ ամբողջ սահմանի նորից տանել գեդի բերան կամ գեդից թեկուզ մի քիչ, մի 20-30 մետր տարածության վրա, դա մեծ խնդիրներ է ֆինանսի։ Նոր փշալարներ, նոր ճանապարհի բացում, տեղեր կա, որ ճանապարհը բացելն է շատ դժվար է, ասենք շատ մեծ տարածք պետք է կտրեն, որ անցնեն այդ տանեն գեդի բերանով։ Ճիշտ է, ես էլ եմ միշտ պայքարել, որ սահմանի բերանով լիներ։ Ասենք մեր հողամասի ասենք անասուն ենք արածեցնում, սահմանի ներսում ունենք ազատ տարածք։ Մինչև այդ անասունը մտնում է դուրս է գալիս, մեկ էլ տեսնում ես մի հատ անասուն մնացել է սահմանի ներսը, իրիկունը իրիկուակող բերել են տուն։ Դե ամբողջ գիշեր սահմանի ներսում անեգեք, որ այդ կողին գտնեք կամ այդ ոչխարին կամ ասենք խնդիրներ կա։ Սիրուն է, չէ։ Ahí la saqué, ahí.
Սահմանի մոտ լինելը չի խանգարում, որ Բագարանում ընտանիքներ կազմեն, նոր տներ կառուցեն։ 2022 թվականին լուծվել է գյուղի ամենամեծ ջրի խնդիրը։ 50 տարի ջուր չունենալուց հետո բագարանցիները վերջապես ազատվել են դույլով աղբյուրից ջուր բերելու հոգսից։ Սահմանամերձ այս գյուղում հիմա հույսով սպասում են մյուս առաջնահերթ խնդիրների լուծմանը։ Հիմա գազի խնդիրն է, որ չունենք գազ։ Ասեցին, որ պետք է այս թվի մեջ գազ բերեին, բայց մինչև հիմա ոչ մի պատասխան չկա։ Այսինքն ամեն ինչը եւ ջեռուցում եւ կենցաղային խնդիրներ հոսանքով է արվում։ Չէ։ Մենք փայտ ենք վառում, այտենց գազն էլ տան դուրս է լցնում, բալոնները բերում ենք։ Թե երբ եւ ինչպես մշակույթի տան այս հսկա շենքը ավերակների վերածվեց, բագարանցիները չեն հիշում։ Միայն հիշում են, երբ գործում էր, ֆիլմեր ու ներկայացումներ էին դիտում։ Գյուղի առօրյան հագեցած էր։ Այսօր կակրս Facebook-ում համայնքապետարանը բաներ գրեմ, մի հատ խնդրում եմ ժողովուրդ ասեք առաջնային խնդիրը որն է այսօր այս պահից հետո։ Ու մարդիկ գրել են գազաֆիկացում, ես չեմ գրել գազաֆիկացում։ Ես գրել եմ կուլտուրայի տան վերանորոգում։ Մեր կուլտուրայի տունը հիմա չի աշխատում, շատ լավ կուլտուրայի տուն ենք ունեցել, քանդված է, դե ժողովուրդը մեր են վատ ժամանակաշրջանում, որ ոչ էսեր ոչ են սկսեցին քանդել, մեկը պարկետը մեզ հետ գողացան տարան։ Իմ կարծիքով եթե հիմա վերակառուցվի դա շատ լավ կլինի։ Կուլտուրայի տունը որ լինի, խմբակներ կբացվի, դպրոցում կա, ճիշտ է, բայց դպրոցը ինչի։ Խմբակներ, կինոներ կբերեն արդեն։ Մեր ժողովուրդը այն ժամանակ է դուրս չի գնացել, հիմա էլ համարյա դուրս չեն գնում։ Այստեղ ապրում, այստեղ ամուսնանում են, բայց դուրս չեն, ասենք սեզոնային կարող է մեծ տարի մի 10 հոգի գնան Ռուսաստան աշխատեն, հետ կան։ Նույնիսկ իմ տղան էլ է հիմա Վարոնեժում է, աշխատում են, տանիքով մարդուկին, երեխան ունեն։ Ու մի ժամանակով է գնացել, կգա հեսա։ Եթե սահմանները բացվեն, դա ինչպես կանդրադառնա գյուղի վրա։ Պատմություն ինչ է ցույց տվել։ Միշտ էլ հզորը թույլին ճնշել է։ Դե աշխատենք հզոր լինենք, որ չճնշեն։ Հզոր անանք։ Բայց դե այն որ հարևանը դասը մեջքան է վատ լինի, պետք է բարև բայլուս լինի էլի։